centuries, Armenia has given the world great minds. Today, their voices return to inspire a new generation standing at the edge of tomorrow. Our hope lives in the next generation. Their imagination is our future. Let's build the land we've always dreamed of, together. Silicon Mountains. Ողջույնի խոսքի համար այստեղ եմ հրավիրում գագաթնաժողովի կազմակերպիչ, տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյան։ Արհեստական բանականությունը ապակա չէ, այն ներկա է։ Այսօր մենք այստեղ ենք հասկանալու եւ քննարկելու արհեստական բանականության էությունը, նրա անատոմիան, որպեսզի կարողանանք ձևավորել մի երկիր, Հայաստան, որտեղ տեխնոլոգիան եւ մարդը զարգանում են միասին, համատեղելով գիտությունը, կրթությունը եւ բիզնեսը, մեկ ընդհանուր նպատակի համար՝ ստեղծել խելացի երկիր։ Եկեք միասին կառուցենք մեր երազանքների երկիրը՝ Silicon Mountains-ը։ Silicon Mountains տեխնոլոգիական սամիթը միության ամենահետաքրքիր նախագծերից մեկն է։ Ու 2019-ին էր առաջին սամիթը անցկացվել, եթե չեմ սխալվում, բայց 6 տարիների ընթացքում արդեն սա 9-րդն է։ Այ ոնց կգնահատեք այս միջոցառման զարգացումը, ինչ ա փոխվել 2019-ից ի վեր մինչև այսօր։ Այո, 2019-ից սկսել ենք Մատենադարանի դահլիճում, որտեղ ընդամենը 150-ից 180 հոգի էր կարողանում մասնակցել, բայց տարիների ընթացքում հասկացանք, որ պահանջարկը կա, մարդիկ շատ են ուզում նման միջոցառումների մասնակից լինել եւ մենք էլ որակապես ավելի ենք զարգանում եւ ավելի հետաքրքիր բանախոսներ եւ ավելի հետաքրքիր թեմաներ ենք ընտրում։ Եվ այսօր կարելի ասել մեզ միացան 800-ից 1000 մասնակից, դա բավականին մեծ ցուցանիշ է Հայաստանի համար, բայց կարելի ասել, որ այդ ցուցանիշը նրա համար է, որովհետեւ արհեստական բանականության հանդեպ հետաքրքրությունը բավականին մեծ է։ Մեծ է, որովհետև բոլորը խոսում են արհեստական բանականությունից, քչերն են հասկանում ինչ է, բայց մենք այնպիսի բանախոսների ենք ոնց որ փորձել ներգրավել, որ տարբեր տեսանկյուններից, տարբեր անկյուններից փորձեն բացահայտեն։ Silicon Mountains-ի առհասարակ իմաստը, առաքելությունը նա է, որ փորձենք բացահայտել, թե տեխնոլոգիաները տնտեսության տարբեր ճյուղերում ինչպես կարելի է կիրառել, արդյունք ունենալ, զարգանալ, եւ այդ առումով մենք փորձեցինք այս անգամ մեր խոսնակներին անգամնենց ընտրել, որ տարբեր, կարելի ասել, ճյուղեր էին ներկայացնում եւ տարբեր տեսանկյուններից էին ասում։ Եվ զարգացումը այս առումով ակնհայտ է, նաեւ արձագանքն է ակնհայտ, որովհետեւ բացի էլի նույն մասնակիցների քանակի աճից, նաեւ բովանդակային լուրջ աճ ունենք եւ նաեւ լուրջ աճ ունենք հետաքրքրության պետական հատվածի կողմից։ Կարևորում եմ այս գագաթնաժողովը Արհեստական բանականությունից բացի ինչ այլ հետաքրքիր թեմաներ են այսօր քննարկվել։ Նա իրականում մենք հիմնականում խորքային մի գիծ ենք տանում արհեստական բանականության անատոմիան, որտեղ բոլորը ուզած-չուզած ոնց որ հատվում են արհեստական բանականությունը։ Ինչ որ մեկը բիոտեխնոլոգիաներով, ինչ որ մեկը անգամ գինեգործությամբ, կիսահաղթիչներ, ստարտափեր եւ այլն, այսինքն վեչուրային ընկերություններ Գիծը նույնն է, բայց թեմաները իրականում տարբեր են։ Դրանով է ինքը հետաքրքիր, որտեղ արհեստական բանականության առանձին միավորում չի։ Այսինքն առհասարակ անգամ այդ մեր ոլորտը, ՏՀՏ ոլորտը, հա, տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների կամ high-tech ոլորտը, իրան ոլորտ, որ առանձին հանես, ելի ինքը իրականության մեջ գոյություն ունի, որովհետեւ ինքը առանձին որպես ոլորտ կարելի է իրան չդիտարկել։ Ինքը կա բոլոր ոլորտների մեջ։ Այս տարի Silicon Mountains-ը նաև Հայաստանի մարզեր սկսեց դուրս գալ։ Լոռում էր անցկացվել նաև եւ մենք եւս այնտեղ էինք։ Ինչպես Հայաստանի մարզեր դեպի գնալը կարող է օգնել նաև մարզերի պոտենցիալի մաքսիմալին, հա, հասնել, այսպես ասած։ Նախ ուզում եմ նշեմ, որ այս տարի առաջին անգամ չէր, անցած տարի էր առաջին անգամ, այս տարի արդեն երկրորդ անգամ մարզային զարգացումը մեր ռազմավարության ուղղություններից մեկն է։ Այսինքն ինչ է ենթադրում իրանից մարզային համաչափ զարգացումը, որը մենք այդպես գրել ենք, իրականում մարզային համաչափ զարգացում երբեք ոչ մի երկրում չի լինում։ Դա անհնար բան է, որ բոլորը հավասար զուգահեռ զարգանան։ Բայց եթե դրան ուշադրություն չդարձնես, ինքը շատ ավելի վատ վիճակում է լինում եւ բնականաբար մենք մեծ ջանքեր ենք գործադրում, որ
մարզերում եւս տեխնոլոգիաները հասանելի լինեն կամ գոնե այն տեխնոլոգիաները, որը հասանելի են մայրաքաղաքում։ Բացի նրանից, որ մենք միջոցառումներ ենք իրականացնում Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում, Քուավ Smart կենտրոնում, մենք նաև այնտեղ ունենք համայնքի ներկայացուցիչներ, ունենք ընկերություններ, որոնք անդամակցում են մեզ եւ փորձում ենք իրար հետ ոնց որ մշակել մի կարելի ասել չգրված ռազմավարություն, որը կփորձի գոնե զարգացնել որոշակի կամ հետաքրքրություն կառաջացնի։ Իսկ ո՞նց եք տեսնում Silicon Mountains-ի հետագա զարգացումը։ Սկսեցինք Երևանում, տարածեցինք դեպի մարզեր, հետո Հայաստանից դուրս գուցե արդեն սկսեք տարածել։ Շատ լավ նկատառում ունեք, այո, մենք նպատակ ունենք Silicon Mountains-ը Հայաստանի տարածքից դուրս իրականացնել եւ առհասարակ մեր երազանքներից մեկը Silicon Mountains-ը Սիլիկոնյան հովտում իրականացնելն է եւ ի սկզբանե երբ որ այս ամեն ինչը ստեղծում էինք, անգամ մեր լոգոյից, անվանումից մենք հասկանում էինք, որ եթե մենք ուզում ենք սա իրականություն դառնա եւ մեր երազանքները իրականություն դառնան, ապա ինքը Հայաստանի տարածքից պետքա դուրս գա։ Տարբեր քննարկումներ ունենք, այդ թվում նաեւ կառավարության հետ։ Հուսով եմ, որ մոտ ապագայում դա իրականություն կդառնա եւ Silicon Mountains-ը իր յուրահատուկ ձևով նաեւ կգնա արտերկիր։ With AI, we're going to be able to imagine better, desire better, build better. We cannot always build the future, but we can build our use for the future. Նաև բավական հայտնի դեմքեր են գալիս արտերկրից, որքանով է դժվար լինում այդ մարդկանց հրավիրել, հետաքրքրել նրանց այս գաղափարով։ Մեզ մոտ այս տարի եւ նախորդ տարիներին եւս հիմնական բանախոսը լինում է Global IT World, համաշխարհային ներդրում ունեցող տենց գիգանտներին, որոնք բերում են Հայաստան եւ որոնց երկրի առաջին դեմքը պարգևատրում է, մեծարման երեկո է լինում եւ մի քանի օր ինքը տենց անցկացնում է Հայաստանում։ Մեր այս տարվա գլխավոր բանախոսը Vincent Rochen էր, Analog Devices ընկերության ղեկավարը, շատ հայտնի մարդ իր ոլորտում, կիսավտիչների նախագծման եւ առհասարակ կիսավտիչների աշխարհում։ Նման մարդկանց պարզապես չես կարող հրավիրես եւ բերես Հայաստան։ Այսինքն իր համար պետքա լինի հատուկ վերաբերմունք, հատուկ նպատակ, որը եւ կա արդեն վարչապետից ստանալու է հատուկ մեդալ, մրցանակ եւ մեծարման երեկո ունենալու։ We stand today at the threshold of yet another technological epoch. I believe that our media has a very bright future in AI. I believe the next chapter of our media's storied history will indeed be written by you. Thank you. Կարող ենք ասել, որ այս հյուրերի հետ աշխատանքի արդյունքում նաև հնարավոր է լինում Հայաստանի մասին ինֆորմացիան տարածել ավելի շատ, իրենց պատմել Հայաստանի մասին։ Իհարկե, մեր նպատակներից մեկը Հայաստանը իր ուրույն տեղը պահի տեխնոլոգիական քարտեզի վրա։ Դա նենց չի, որ այդ վարկանիշը իջնում, բարձրանում է, մենք փորձում ենք այդ վարկանիշներին նայել, այլ ընդհակառակը մենք փորձում ենք միշտ կատարելագործել, միշտ հետաքրքիր մարդկանց ներգրավել, որոնք կդառնան մեր հետագա դեսպանները ամբողջ աշխարհում։ Իհարկե, այս մարդիկ մեծ տպավորություններով գնում են երկրից, պատմում են մեր երկրի մասին, ներկայացնում են տեխնոլոգիական զարգացումները եւ առհասարակ, երբ որ նայեք մեր ընկերություններին, որոնք ներկայացված են Հայաստանում, հիմնականում top բրենդերին, այդ ընկերությունների ղեկավարներին, երբ որ դու ուզում ես ներգրավես Հայաստան, առաջինը ինչ որ ցույց ես տալիս, ասում ես, գիտես ինչ կա, այս ընկերությունները Հայաստանում արդեն գրասենյակ ունեն։ Եվ իր համար արդեն վերաբերմունքը փոխվում է։ Դու չես ասում, գիտեք ինչ, մի հատ հին երկիր կա, շատ լավ երկիր է, սիրուն է, համով ուտելիք ունի, եկեք գնանք այնտեղ, չէ։ Դու ասում ես, այս մի երկիր կա, որտեղ տեխնոլոգիաները զարգանում են տարեց տարի, աշխատակիցների քանակը անդադ մեծանում է ու այսպես բրենդերը այնտեղ շատ բարդ խնդիրներ են լուծում։ Մենք ուզում ենք ողջևորել նաև ապագա սերունդներին, որ իրենք ճանաչեն մեր տեխնոլոգիական անցյալը, ողջշնչվեն իրական սուպեր հերոսներից եւ նաև իմանան այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ կերտել են մեր տեխնոլոգիական հիմքը եւ տեխնոլոգիական հենասյուներն են դարձել։ Մենք հավատում ենք, որ տեխնոլոգիաները պետք է հասնեն ցանկացած համայնք, դպրոց եւ ցանկացած երիտասարդի։ Մենք պատրաստում ենք հետագա սերունդ, արհեստական բանականության սերունդ, որոնք պատրաստ կլինեն դառնալ մեր ապագա տեխնոլոգիական հենասյունները։ Իմաստը այն է, որ մենք այսօրվա դպրոցականներս դառնենք արհեստական բանականության լավ մասնագետներ,
որ Հայաստանը դարձնենք աշխարհի ամենակարևոր տեխնոլոգիական կենտրոններից մեկը, որ մեր մասին խոսեն ոչ միայն որպես այն հին երկիրը, այլ որպես այն երկիրը, որտեղ լավ ռոբոտներն են ծնվում։ Թե Silicon Mountains-ը, թե Step AI-ը միանշանակ կարող են շատ լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացման վրա։ Մասնավորապես Step AI-ը, որի շրջանակում 15 դպրոցներում արհեստական բանականության հետ կապված դասեր են սկսելու անցնել։ Մի փոքր ավելի մանրամասն, եթե հնարավոր է։ Մեր ծրագիրը նախատեսված է 10-11 դասերքոր դասարանների համար, այսինքն ավագ դպրոցների համար։ Այնտեղ ուսուցանում են Python ծրագրավորման լեզուն, մեքենայական ուսուցումը եւ արհեստական բանականության հիմունքները։ Այդ 3 հիմնական կոմպոնենտների վրա է հիմնված։ Ինչի համար ենք մենք անում, որ արհեստական բանականության նոր սերունդ ձևավորենք, որոնք ավելի պատրաստ կլինեն նոր տեխնոլոգիաներով աշխատելու, նոր աշխատաշուկային ավելի ադապտացված լինելու։ Քանի որ արհեստական բանականությունը իր հետ շատ փոփոխություններ է բերելու։ Ու եթե դու ավելի վաղ տարիքից ես սովորեցնում երեխաներին այդ տեխնոլոգիաներին, այդ հմտություններին, իրենք շատ ավելի հեշտ են ադապտացվում, որտեղ հիմա կա պոտենցիալ վտանգ, որ ինչ որ մի աշխատատեղ կամ առհասարակ անգամ տեխնոլոգիական ոլորտի մեջ ինչ որ մի ուղղություն արհեստական բանականությունը ամբողջությամբ փակելու է։ Օրինակ, հնարավոր է կոդը, որը հիմա արդեն իսկ կոդ գրողների համար բավականին մեծ խնդիրներ է առաջացնում, բայց նրանք ովքեր ունեն հիմնովի գիտելիքներ, նրանք ովքեր կարողանում են այդ տեխնոլոգիա օգտագործել, ել ավելի բարձր մակարդակի մասնակիցներ են դառնում, ովքեր չեն ուզում կամ դիմադրում են աճին, նրանք խնդիրներ ունենալու են միանշանակ։ Մենք իրոք ունենք լուրջ պոտենցիալ միկրոէլեկտրոնիկայի, չիպ դիզայնի ոլորտում։ Իհարկե ունենք։ Եվ ես կկրկնեմ, որ երբ որ նայում ես, ասում ես ինչով է երկիրը առանձնանում կամ ինչ որ մի ոլորտ կամ տեխնոլոգիական ուղղություն ինչով է առանձնանում, դու պետք է նայես առկայությունը վերազգային ընկերությունների կամ շատ ծանոթ բրենդերի։ Հայաստանում կոնցենտրացիան վերազգային ընկերությունների շատ ավելի մեծ են, քան ամբողջ տարածաշրջանում։ Եվ դա խոսում է նրա մասին, որ այդ ընկերությունները հասկանում են, որ ստեղ բարդ կոմպլեքս լուծում կարող է գտնել եւ շատ որակյալ ինժեներների հետ։ Հայաստանը վաղուց այն էժան երկիրը չի, որտեղ ժամանակին մտածում էին էժան աշխատու շատ եւ այլն։ Հայաստանը արդեն վերածվում է որակյալ ուրեմն պրոդուկտներ ստեղծող եւ արտահանող երկրի։ Ինչն է մեզ տալիս այդ պոտենցիալը, միտք, կադրեր, աշխատանքի հանդեպ հետաքրքիր մոտեցում։ Պետք է հասկանանք, որ այդ բոլոր ընկերությունները վերազգային, որոնք Հայաստանում ունեն ներկայացվածություն, իրենք իրենցով արդեն ստեղծում են կրթական նյութեր, ծրագրեր, համագործակցելով տարբեր համալսարանների հետ եւ ստեղծելով իրենց պոտենցիալը, իրենց կադրերը եւ իրենց գիտահետազոտական աշխատանքները։ Սա է գրավական, այսինքն դու պետք է մտնես կրթական համակարգ, այսօրվա տենդենսներին համահունչ ծրագիր մշակես, աշխատես համալսարանների հետ, ստանաս կադրեր, որոնք արդեն քեզ կբերեն նոր հաջողություններ։ Շատ շնորհակալություն զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։